Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Բուժինֆոն է։ Հաղորդաշար, որտեղ բացահայտում ենք առողջության կարևոր գաղտնիքներ, քննարկում բժշկության վերաբերյալ կարևոր թեմաներ, օգնում ձեզ կատարել ճիշտ քայլեր ձեր եւ ձեր հարազատների առողջության պահպանման հարցում։ Տաղավարում ես եմ Բրիփսիմե Պոդոսյանը, Նյարդաբան։ Հիշեցնեմ, որ հոկտեմբեր ամիսը նշվում էր որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման կամ կանխարգելման ամիս, եւ սա եւս մեկ լավ առիթ է հիշեցնելու ինչքան կարեւոր է հատկապես կանանց համար հոգ տանելու իրենց առողջության մասին եւ ժամանակին մասնագետի դիմելու։ Քիչ անց կհրավիրեմ իմ զրուցակցին, ում հետ կխոսենք այս հիվանդության ախտանշանների եւ իհարկե բուժման ժամանակակից մեթոդներից։ Այս պահին առաջարկում եմ դիտել օրվա անոնսը եւ վերադառնալ տաղավար։ Այսօր դիտեք, ինչ է բիոպսիան, ինչու է այն համարվում կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ոսկե ստանդարտ եւ որն է ախտաբանի դերը կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման եւ բուժման գործընթացում, ինչ է իրենից ներկայացնում արթրոսկոպիան եւ որոնք են դրա հիմնական կիրառություններն օրթոպեդիկ վիրաբուժության մեջ, վիտամին K, ինչու է այս վիտամինն այդքան կարեւոր երեխաների համար, ինչպես է այն ստանում մեր օրգանիզմը եւ ինչ խնդիրներ կարող են լինել դրա բացակայության դեպքում, ինչու է երբեմն կարիք լինում ձգել կամ շտկել մաշկի օվալը, երբ եւ ինչ մեթոդներով է կարելի այն իրականացնել եւ արդյոք հնարավոր է դեմքի ձգումը իրականացնել միայն ապարատային միջոցներով։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր խոսելու ենք կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման մասին, մասնավորապես ախտաբանի անփոխարինելի դերի մասին։ Ինչու է կարևոր վաղ ախտորոշումը, ինչ է տալիս բիոպսիան եւ ինչպես կարելի է քաղցկեղը ճշգրտորեն ախտորոշել եւ ախտաբանի օգնությամբ բուժման պլանի մեջ մի շարք փոփոխություններ եւ կարևոր կորեկտիվներ մտցնել, մենք այսօր կպարզենք մեր հյուրի հետ։ Իմ հյուրն է այսօր բժիշկ ախտաբան, բուժ հաստատությունների կառավարման մագիստրոս Ռոբերտ Պապյանը, ում հետ մենք կփորձենք բացահայտել բոլոր այն նուրբ հարցերը, որոնք կարող են ձեզ անհանգստացնել կամ միգուցե որոնց հետ դուք առնչվել եք։ Ողջույն, բժիշկ Պապյան, շնորհակալություն ձեր ժամանակի համար, որ այսօր հատկացրել եք մեզ։ Եկեք նախ խոսենք ով է ախտաբանը, ինչու է կարևոր իր դերը հենց մասնավորապես կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում եւ ինչպես կարող է ախտաբանը փոփոխել բուժման պլանը։ Շնորհակալություն, բժիշկ ախտաբանը կարևորագույն դեր ունի բոլոր հիվանդությունների ախտորոշման ընթացքում, քանի որ հենց նրա կողմից կատարվող հետազոտությունը, մանրադիտական, հյուսվածաբանական եւ այլ իմունոհիստոքիմիական հետազոտությունները համարվում են ոսկե ստանդարտ հիվանդությունների մեծ մասի ախտորոշման համար, քանի որ դա թույլ է տալիս տեսնել հիվանդությունը հյուսվածքի մակարդակով ամենադետալիզացված ձևով, մանրակրկիտ բջիջների եւ հյուսվածքների փոխազդեցության մակարդակով, ինչը թույլ է տալիս միայն ախտաբանի կատարված հետազոտությունը եւ երբեմն որոշ գենետիկական մասնագիտությունների պարագայում այդ գենետիկ հետազոտությունները։ Եվ ամենակարևորն է ախտաբանի դերը հենց նորագոյացությունների պարագայում, ինչպես չարագ, այնպես էլ բավարար, քանի որ նման հիվանդությունների պարագայում շատ կրիտիկական է տարբերակել նորագոյացությունը ոչ նորագոյացությունից եւ բավարար նորագոյացությունը չարագ նորագոյացությունից, քանի որ դա ունի անմիջական ազդեցություն պացիենտի կյանքի ապրելիության եւ պրոգնոզի վրա։ Դրա համար բժիշկ ախտաբանը հենց կրծքագեղձի եւ կրծքագեղձի չարագ նորագոյացության պարագայում ունի կարևորագույն դեր, որովհետեւ նրա կողմից կատարող հետազոտությունները ցույց են տալիս այն մանրակրկիտ դետալները բջջային եւ հյուսվածքային մակարդակով, որոնք անհրաժեշտ են նման տարբերակում իրականացնելու համար։ Շատ լավ, թերևս ոչ միայն ինչպես դուք ասեցիք, կարող է տարբերակել նորագոյացությունը չարագից բավարարից, շատ դեպքերում նաեւ աստիճանը, ճիշտ է։ Այո, շատ դեպքերում ազդում է նաեւ ընդհանուր բուժման պլանի վրա, ինչպես դուք ճիշտ նշեցիք, որովհետեւ ախտաբանի ախտորոշումից եւ այնտեղ նկարագրված դետալներից ինչպիսիք են ուռուցքի աստիճանը, ինվազիվությունը, տարածվածությունը, եզերի մաքրությունը կարող են փոփոխել բուժումը։ Օրինակ, առաջին իսկ պահից, երբ որ վիրաբույժը հեռացնում է կասկածելի ուռուցքը, ախտաբանը կարող է մանրադիտակով ասել ուռուցքի հեռացման մաքրությունը, այսինքն արդյոք մնացել է ուռուցքի որոշակի հատված դեռևս պացիենտի օրգանիզմում, որը անձեն աչքով տեսանելի չէ, թե լեովին հեռացվել է նաև առողջ եզերի սահմաններում, ինչը շատ կարևոր է հետագա վարման ընթացքի համար, որովհետև եթե չարագ ուռուցքի հետքեր մնում են պացիենտի օրգանիզմում, դա կարող է բարդություններ եւ մետաստազներ եւ հետագա բարդացում տալ հիվանդության ընթացքում։ Խնդրեմ պարզաբանեք մի հարց, մինչև բիոպսիայի փուլը կամ նկարագրելը ինչ գործընթաց է բիոպսիան, հետաքրքիր է իմանալ արդյոք միշտ է պահանջվում բիոպսիան։ Եթե կա կասկած կրծքագեղձի քաղցկեղի, ստացվում է, որ առանց բիոպսիայի ախտորոշումը հնարավոր չէ հաստատել, այո։ Շնորհակալ եմ, պայմանավորված նրանով, որ
կրծքագեղձի եւ ընդհանրապես ցանկացած հյուսվածքի եւ օրգանի քաղցկեղը։ Դա վտանգավոր հիվանդություն է, որի պարագայում պետք է կատարել լուրջ միջամտություններ, ավելի լավ է գնալ այն ռիսկերին, որը կարող է ունենալ սահմանափակ քանակով բիոպսիան կատարելն եւ հստակ 100%-անոց պատասխան ստանալ եւ նոր կատարել այդպիսի խոշոր միջամտություն, քան թե ավելի քիչ պատկերավոր տվյալներով առաջնորդվելով պահպանել չարորակ ուռուցքը, որը կարող է հետագայում բարդանալ, կամ եթե դա լինի իրականում բարորակ ուռուցք, կատարել միջամտություն, որը նախատեսված է չարորակ ուռուցքի համար եւ դրանով ավելի բարդացնել պացիենտի կյանքը։ Դրա համար պետք է այդ հստակեցնել։ Շատ սպառիչ էր, կարծում եմ, այս սրանով էլ կարող ենք բացատրել, որ շատ դեպքերում միայն պատկերավոր ախտորոշիչ մեթոդները բավարար չեն ու մեզ կարելի ասել ավելի զգայուն եւ ավելի հստակորեն հենց բիոպսիան կարող է բացատրել եւ վերջնական հարցերի պատասխան տալ։ Այո, որովհետեւ կներեք հավելեմ, նաեւ բիոպսիայի արդյունքում ունենալով այդ ուռուցքի բուն հյուսվածքը մենք կարող ենք լրացուցիչ հետազոտություններ կատարել, լրացուցիչ թեստեր իրականացնել, մոլեկուլային մակարդակով բացահայտել ուռուցքի այլ առանձնահատկությունները, որոնց հիման վրա կատարվում է հետագա ուռուցքի բուժումը եւ այդ մոլեկուլների թիրախավորումը։ Որոնք ռադիոլոգիական հետազոտություններում այնքան էլ հնարավոր չէ։ Որպես խտություն են երևում։ Խնդրեմ բժիշկ Պապյան նկարագրեք ինչ փուլերից է բաղկացած առհասարակ բիոպսիան իրենից ինչ է ներկայացնում, ինչպես է բուժառուն նախապատրաստվում դրան, հետո էլ հարցնեմ անկեղծ համոզմունքները, որ բիոպսիան վտանգավոր է, բայց առաջին մի հատ հասկանանք ինչ փուլերից է բաղկացած եւ ինչպես է իրականացվում նորմայում։ Բիոպսիան դա միջամտության տեսակ է, որը իր անվանումը սերում է բիոս կենսունակ եւ օպսիա տեստել բառից, այսինքն ողջ հյուսվածքը տեստել բառից, որը իրենից ենթադրում է սովորաբար ինվազիվ միջամտություն, երբ որ համապատասխան կասկածելի հյուսվածքից վերցվում է մի կտոր եւ արդեն այդ կտորը վիրահատորեն հեռացված ուղարկվում է հետագա մշակման եւ մանրադիտակով մենք ստանում ենք պատկեր, որի հիման վրա մենք տեսնում ենք այդ կտորը, այդ հյուսվածքը եւ տեսնում ենք այդտեղ կատարվող ախտաբանական փոփոխությունների արկայությունը եւ դրանց խորությունը եւ աստիճանը եւ տեսակը։ Օրինակ տեղային անզգայացում է կատարվում։ Այո, սովորաբար կատարում է տեղային անզգայացման շնորհիվ, իհարկե ժամանակին կարող են հեռացվել ավելի խոշոր հյուսվածքներ եւ կտորներ, սակայն ժամանակակից բժշկության շնորհիվ մենք կարող ենք տեղային անզգայությամբ շատ ավելի փոքր կտորով, նույնիսկ բարակ ասեղ օգտագործելով, այդպես էլ կոչվում է բարակ ասեղային բիոպսիա, ստանալ այն հյուսվածքի մինիմալ քանակությունը, որը անհրաժեշտ է մաքսիմալ մանրադիտակային պատկեր ստանալու համար, որը կլինի եւ շատ քիչ ինվազիվ պացիենտի համար եւ շատ տեղեկատվական բժշկի համար։ Այդ այլ էզում հարցնել, ինչքանով առանձնահատկություններ ունի հենց կրծքագեղձի քաղցկեղի դեպքում ճիշտ մեթոդով կամ ճիշտ տեխնիկայով կատարվող բիոպսիան, արդյոք դուք այդ գործընթացին, բուն գործընթացին մասնակցում եք, թե ձեզ ուղղակի արդեն պատրաստի մատերիալը հասնում են, թե դուք ինչ-որ ուղղորդումներ, ցուցումներ, ինչքանով է ախտաբանի դերը տեխնիկապես կատարվող process-ի մեջ։ Շնորհակալ եմ, ախտաբանի դերը մի քանի փուլում է կարևորվում, նույնիսկ բիոպսիան վերցնելու պահից սկսված արդեն իսկ ունի իր կարևորությունը ախտաբանը, քանի որ ախտաբանը ճիշտ հաղորդակցություն պահելով ռադիոլոգի վիրահատող բժշկի հետ կարող է ուղղորդել նրան եւ ասել արդյոք բիոպսիան վերցված է այնտեղից, որտեղից որ նշվել է համապատասխան ուղեգրում, ինչից կախված է արդյոք վերցվել է բիոպսիան, որը ներառում է համապատասխան ուռուցքը թե ոչ։ Հետո արդեն ախտաբանի կողմից շատ կարևոր է ճիշտ ձևով մշակել բիոպտատը, քանի որ կրծքագեղձի քաղցկեղի պարագայում դրա ախտորոշման հետ կապված կան որոշակի առանձնահատկություններ։ Այն մոլեկուլները, որոնք մենք հայտնաբերում ենք կրծքագեղձի քաղցկեղի պարագայում իմունոհիստոքիմիա կիրառելիս, շատ զգայուն են ժամանակի եւ նյութերի նկատմամբ։ Դրա համար դրանց մշակումը պետք է արվի հնարավորինս կարճ, հնարավորինս լավ եւ հնարավորինս ճիշտ ձևով։ Այսինքն մենք չենք կարող ինչպես որոշակի այլ հյուսվածքներ ավելի երկար եւ ավելի դանդաղ մշակում իրականացնել կրծքագեղձի բիոպսիաների պարագայում, որպեսզի այդ մոլեկուլները չվերանան եւ մենք կարողանանք վիզուալիզացնել դրանք։ Ահա, շատ կարեւոր էլի իհարկե նյուանս է, այսպես ասած, որ կարծում եմ գրեթե բոլոր մասնագետները տիրապետում են։ Կպատմեք մեզ նաև այն բարդությունների մասին, եթե հնարավոր բարդություններ կան, ինչ մասին պետք է բուժառուն ինֆորմացված լինի բիոպսիայից հետո ինչ սպասի, եւ իհարկե արդյոք այդ թյուր կարծիքը, որ դա վտանգավոր է, կարող է նորագույացությունը չարորակ տարածվել, կարող է process-ը ինչ որ ավելի բարդ հետևանքներ ունենա եւ շատերը խուսափում են բիոպսիա կատարել, եթե կարելի է նաև այդ համոզմունքը բարատեիք, մեկնաբանեիք։ Բիոպսիան, ինչպես ցանկացած միջամտություն, ունի իր ռիսկերը, սակայն այդ ռիսկերը շատ ավելի քիչ են, քան եթե բիոպսիա չկատարելու պատճառով չստակեցվի ախտորոշումը, դա լինի չարորակ ուռուցք եւ դրա արդյունքում այնքանով խորանա հիվանդությունը, որ անհրաժեշտություն լինի շատ ծանր միջամտություններ իրականացնելու։ Եվ այդ ռիսկերը սովորաբար մինիմալ են, մանավանդ հաշվի առնելով ժամանակակից քիչ ինվազիվ մեթոդները։ Այդ ռիսկերը սովորաբար կախված են նրանից, որ կարող է առաջանալ փոքրիկ այտուց, կապտուկ
կարմրություն, բորբոքում, որոնք որ անցնում են, ինչպես եւ ցանկացած փոքր վերք առաջացնելու պարագայում։ Սակայն նույնիսկ դրանցից կարելի է գրեթե խուսափել ճիշտ վիրահատական տեխնիկա օգտագործելուց։ Եվ հաշվի առնելով բիոպսիայի տեսակները, որոնք կրծքագեղձի քաղցկեղի համար ընդունելի են, ի տարբերություն որոշակի այլ օրգանների, որտեղ ավելի խոշոր բիոպսիա պետք է արվի, կրծքագեղձի քաղցկեղի պարագայում բիոպսիան կարող է լինել շատ մինիմալ, դա կարող է լինել բարակասեղեն կամ գլանակի ձևով դուրս բերված հյուսվածքի կտոր ամենատեղեկատվականներից եւ ոսկե ստանդարտներից մեկը, եւ վակուումային, որը վերցնում է վակուումով հենց այդ հյուսվածքի հատվածը դուրս է բերում։ Այսինքն դրանք քիչ ինվազիվ, տարածված եւ լավ մշակված մեթոդներ են, որոնք նվազեցնում են բիոպսիայի ռիսկերը, տալիս են հնարավորություն ժամանակին եւ շուտ ախտորոշելու նման հիվանդությունը եւ ճիշտ բուժում իրականացնել։ Հետաքրքիր է այստեղ որոշում կայացնելիս ով է որոշում կայացնում, արդյոք պետք է ասեղայինը, վակուումային, ինչպես դուք ասեցիք, ով է։ Այդ որոշումը կատարում է հիվանդի բուժող բժիշկը, պացիենտի բուժող բժիշկը, քանի որ բուժող բժիշկը ցանկացած այլ մասնագետից լավ տիրապետում է հիվանդի ընդհանուր վիճակին եւ իր ընդհանուր անամնեզին եւ մնացած բոլոր առանձնահատկություններին, որոնք մենք այլ մասնագետներից սովորաբար տեսնում ենք սահմանափակ մեզ հարկավոր ծավալով։ Դրանով պայմանավորված ամենաճիշտ որոշումը կարող է կայացնել բուժող բժիշկը։ Սակայն սովորաբար հակացությունները բավականին քիչ են բարակասեղեն եւ գլանաձև ոսկե ստանդարտ բիոպսիա կատարելու դեպքում։ Հիանալի է, շատ հուսադրող է հնչում։ Մենք գիտենք, որ Հայաստանում պրոֆեսիոնալների, լավ մասնագետների, բարձր կվալիֆիկացված մասնագետների պակաս չկա, իսկ ինչ կասեք տեխնոլոգիաների մասին, ինչքանով է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած Հայաստանը եւ առհասարակ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում ինչքանով դեր ունեն։ Հաշվի առնելով, որ կրծքագեղձի քաղցկեղը բավականին տարածված է աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում, եւ շատ կարեւոր է դրա ժամանակին վաղ ախտորոշումը, կանխարգելումը, սկրինինգային ծրագրերը, ինչպես նաեւ նույն վիրահատական եւ ախտաբանական ձևաբանական ախտորոշումը, դրա հետ կապված մեր ոլորտը բավականին զարգացած է, հագեցած է այն ամենով, ինչն անհրաժեշտ է ճիշտ հեռացում, ախտորոշում, վիրահատություն եւ ձևաբանական հետազոտություն իրականացնելու համար հասանել են եւ իմունոհիստոքիմիական մեթոդները, ինչպիսիք են ER-PR, ռեցեպտորների հետազոտությունը, HER մուտացիաների հայտնաբերումը, ինչպես նաեւ գենոտիպային տիպավորումը, այդ ամենը հասանելի է Հայաստանում։ Շատ լավ, էլի ուրախալի փաստ է, ասեք նաև ինչ մասնագետների հետ եք սովորաբար դուք համագործակցում, կարծես թե ստացվում է ռադիոլոգն է, վարող բժիշկն է, օնկոլոգ կամ մամոլոգ, ախտաբան, էլ ինչ մասնագետներից է բաղկացած թիմը, որտեղ պետք է լիարժեք ախտորոշում եւ իհարկե adekvat բուժման եւ վարման պլան։ Շնորհակալություն։ Սովորաբար աշխարհի եւ տեղային լավագույն փորձը ցույց է տալիս, որ չարորակ նորագոյացություններ ախտորոշելիս, վարելիս եւ բուժելիս շատ կարեւոր է ունենալ տարբեր մասնագետներից կազմված եւ ներգրաված թիմ, ինչը անվանվում է tumor board։ Այսինքն այդտեղ արդեն այդ հաղորդակցության հարթակը ապահովում է եւ այնտեղ ներառված է թե հիվանդի վիրաբուժը, թե վարող բժիշկը, թե թերապևտիկ պրոֆիլի մասնագետը, թե համապատասխան ռադիոլոգիական մասնագետը, թե ախտաբանը, որովհետեւ միայն փոխազդելով իրար հետ, հաղորդակցելով այդ ինֆորմացիան անընդհատ ձևով սկսած ամենաառաջին փուլից մինչև վերջին փուլ կարող է ճիշտ կատարվել այդ հիվանդության վարումը։ Եվ օրինակի համար, եթե առաջին փուլում ախտաբանը պետք է ախտորոշման համար, ապա վիրահատական բուժումից կամ այլ բուժումից հետո նորից կարող են կատարել բիոպսիա, որպեսզի ախտաբանը հաստատի, որ ուղուցքը իրոք հեռացել է եւ ամբողջովին վերացել է։ Եվ հետագա փուլերում արդեն բարբերաբար սկրինինգի պարագայում հեռացումից հետո տարիներ հետո նույնիսկ կարող է իրականացվել բիոպսիաներ այդ ախտորոշումը հստակեցնելու եւ ստուգելու համար դինամիկան։ Հիանալի է, շատ բժիշկ Պապյան, եթե կարելի է նաեւ անդրադառնանք այն հարցին, ինչպես եք դուք համագործակցում մի շարք բուժհաստատությունների հետ, ինչպես է դա կատարվում, դրանք զրույցներ են, տրեյնինգներ են, ինչպես եք վարում այդ ուղիղ կապը բժիշկների հետ, որպեսզի այ ախտաբանական ողջ գործընթացը լինի ըստ ուղեցույցերի եւ այն զգայուն ճշգրտությամբ, ինչպես որ դուք նկարագրում եք։ Եթե դա կատարվում է հիվանդանոցի մակարդակով, ինչպես ասեցի, հրավիրում ենք tumor board, որտեղ կան ամեն մասնագետների ներկայացուցիչներ, դա հանձնաժողով է, որը պարբերական նիստերի ձևով, այսպես կոչված նիստերի, որոնք որ արտահերթ բնույթ կարող են ունենալ կախված հիվանդի իրավիճակից, քննարկում են նրա ցուցանիշները, բուժումը եւ հետագա դինամիկան։ Իսկ եթե դա կատարվում է մասնավոր լաբորատորիա պարագայում, նույնիսկ կարող են համապատասխան ախտաբանները մասնավոր լաբորատորիա ընդգրկվել նման tumor board-երում եւ ունենալ այդ հարթակը հաղորդակցելու եւ ընթացիկ վարումը իրականացնելու։ Դա կլինի թե բանավոր ձևով, թե գրավոր, թե հեռախոսային կապի միջոցով, թե ընթացիկ քննարկումի արդյունքում նոր փաստաթղթեր ստեղծելով, դա արդեն կախված է ձևաչափի հարմարությունից եւ պացիենտի իրավիճակից, իհարկե շտապությունից։ Այո։
Եվ իհարկե ամփոփելով թեման, կուզեի հարցնել ձեզ, արդյոք կան մարտահրավերներ, որոնք դուք գիտեք, որ առնչվում են ժամանակակից չնայած մեթոդներով եւ տեխնիկաներով հագեցած բուժհաստատությունները, առհասարակ հենց խոսում ենք մասնավորապես կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում, կան մարտահրավերներ, կան դեռ անելիքներ, որը ձեզ ամբողջական չէ այս գործընթացը եւ իհարկե թվում է, որ մենք պետք է ավելի հուսադրող լինի այս ինֆորմացիան մեր ազգաբնակչության համար, որ կարիք չկա գնալ արտերկիր, կարիք չկա այլ մասնագետներ հրավիրել եւ երկրորդ կարծիք լսել, երբ որ մենք Հայաստանում ունենք եւ տեխնոլոգիաներ ժամանակակից եւ լավ մասնագետներ։ Դա շատ ճիշտ նկատեցիք, մենք ունենք ինչպես դեռ շատ լավ սկրինինգային ծրագրեր, շատ լավ նախաձեռնություններ, բժիշկներ, համապատասխան թիմեր եւ այդ ամեն ինչի մասին ուղղակի պետք է բարձրացնել ժողովրդի իրազեկվածությունը նման ծրագրերի միջոցով, այլ ձևով լուսաբանելու միջոցով, որպեսզի ավելի բարձրանա մեր ժամանակակից գրագեզ եւ երիտասարդ բժիշկների նկատմամբ ժողովրդի վստահելիությունը։ Ինչը կարծում եմ ժամանակի հարց է, սակայն կարող է իրականանալ։ Կա խորհուրդ, որ դուք կուզեիք տալ մեր կանանց, հատկապես եթե առնչվել են կամ ունեն բարձր ռիսկայնություն կրծքագեղձի, քաղցկեղի, կասկածի կամ որևէ անամնեզում պատմություն են ունեցել։ Հաշվի առնելով, որ կրծքագեղձի եւ ընդհանրապես բազմաթիվ այլ սկրինինգ պահանջող քաղցկեղների պարագայում նույնիսկ լավագույն կենսափորձ վայելիս հնարավոր չէ բացառել նման հիվանդությունը, ավելի լավ է կանխարգելել։ Իսկ դրա համար պետք է պարտադիր մասնակցել սկրինինգներին, մամոգրաֆիաներին, ուշադրի լինել եւ զգոն լինել փոփոխությունների նկատմամբ, որոնք որ մաշկին անձեն աչքով կարող է տեսնել կինը եւ պարտադիր առանց կաշկանդվելու, առանց կասկածելու դիմել մասնագետի, որպեսզի ժամանակին դա կանխարգելի եւ այդ պարագայում պրոգնոզը շատ լավն է։ Եվ այդ պարագայում կանխարգելման դեպքում կարող ենք ունենալ լավ արդյունքներ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես հասկացաք, մենք այսօր խոսում էինք կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման մասին եւ այս ողջ գործընթացում ախտաբանի կարեւոր եւ անփոխարինելի դերի մասին։ Իմ հյուրը այսօր բժիշկ ախտաբան Ռոբերտ Պապյանն էր, ով կիսվեց իր փորձով, եւս մեկ անգամ իրազեկեց ինչքանով կարեւոր է բացի ճիշտ ախտորոշումը եւ տեխնոլոգիաներն ու լավ մասնագետները ամենաառաջին հերթին կանխարգելելը եւ սկրինինգ տեստերի մասին չմոռանալը։ Սա եւս մեկ հաղորդագրություն բոլոր կանանց, ովքեր չեն հետազոտվել այս տարի, խնդրում եմ սա վերցրեք որպես նշան եւ այս տարվա ձեր սկրինինգ տեստը պարտադիր անցեք։ Շնորհակալ եմ եւ մենք այս պահին տեղափոխվում ենք խորհուրդ մասնագետի ծեջ։ Բարև ձեզ, ես Արտակ Գալստյանն եմ, Artmed բժշկական վերականգնողական կենտրոնի Just Artmed էնդոպրոթեզավորման կենտրոնի ղեկավար։ Այսօր խոսելու ենք արթրոսկոպիայի մասին։ Արթրոսկոպիան դա հոդերի քիչ ինվազիվ էնդոսկոպիկ վիրահատական միջամտություն է, որի ժամանակ կատարվում է փոքր կտրվածք, մոտ 0.5 սմ չափսի, հոդի խորոչում տեղադրվում է տեսախցիկ եւ այդ տեսախցիկի միջոցով կատարվում է հոդի զննում եւ արկա ախտաբանական պրոցեսների շտկում։ Արթրոսկոպիկ միջամտությունները հիմնականում կիրառվում են ծնկան հոդում, ուսահոդում, սրունքթաթային հոդում, կոնքազդրային հոդում, ինչպես նաեւ արմնկային հոդում արկա ախտաբանական պրոցեսների վիրահատական բուժման համար։ Ի տարբերություն բաց վիրահատությունների, երբ արկա ախտաբանական պրոցեսի շտկման համար կատարվում է մեծ կտրվածք, բացազատվում է հոդը, արթրոսկոպիայի ժամանակ կատարում ենք փոքր կտրվածք եւ հնարավորություն է ստեղծվում կատարել հոդի ամբողջական զննում տեղադրված տեսախցիկի միջոցով։ Արթրոսկոպիայի ժամանակ կարող ենք շտկել ցանկացած բարդության հոդային խնդիրներ, օրինակ ծնկան հոդում մայիկների վնասվածքները, խաչաձև կապանների վնասվածքները, ուսահոդում աճառային հյուսվածքի, ջլակապանային կոմպլեքսի բարդ վնասվածքները, կոնքազդրային եւ սրունքթաթային հոդում արկա աճառային հյուսվածքի եւ ջլակապանային կոմպլեքսի բարդ վնասվածքները։ Քանի որ այն հանդիսանում է քիչ ինվազիվ վիրահատական միջամտություն, հետվիրահատական շրջանում բարդությունների առաջացման հավանականությունը շատ փոքր է, աշխատունակությունը վերականգնվում է սեղմ ժամկետներում եւ կարճ ժամանակ անց բուժառուն կարող է վերադառնալ իր առօրյա կյանքին։ Հոդային տարաբնույթ վնասվածքները առավել հաճախ հանդիպում են երիտասարդների մոտ, քանի որ երիտասարդները ակտիվ են եւ զբաղվում են տարաբնույթ սպորտային վարժանքներով
եւ այդ պարագայում հնարավոր է առաջանալ հոդերում տարաբնույթ ախտաբանական process-ներ, կապանաջլային կոմպլեքսի վնասվածքներ։ Արթրոսկոպիկ միջամտությունները հնարավորություն են տալիս կատարել արկա ջլակապանային կոմպլեքսների լիարժեք վերականգնում։ Օրինակ, ծնկան հոդում մայիկների վնասվածքի ժամանակ, խաչաձև կապանների վնասվածքի ժամանակ հնարավոր է փոքր ինվազիվ միջամտությամբ, արթրոսկոպիկ միջամտությամբ կատարել հոդի ջլակապանային կոմպլեքսի, օրինակ խաչաձև կապանների ամբողջական վերականգնում եւ բուժառում կարող է վերադառնալ առօրյա կյանքի կարճ ժամանակ անց։ Ուսահոդում արկա խնդիրների ժամանակ ջլակապանային կոմպլեքսների վնասվածքի, օրինակ պտտող թեզանիկի վնասվածքի ժամանակ նույնպես արթրոսկոպիկ միջամտությունը հնարավորություն է տալիս կատարել ջլակապանային կոմպլեքսի լիարժեք վերականգնում եւ բուժառում մոտ 1-1.5 ամիս անց կարող է վերադառնալ լիարժեք կյանքի։ Այսպիսով, արթրոսկոպիան քիչ ինվազիվ վիրահատական միջամտություն է հոդերում արկա ջլակապանային կոմպլեքսի աճառային հյուսվածքի վնասվածքների վերականգնման համար։ Այն լայն հնարավորություն է ձեռնում բժիշկին կատարել արկա վնասվածքների շտկում եւ բուժառուները կարող են վերադառնալ լիարժեք կյանքի սեղմ ժամկետներում։ Եթե ունեք ջլակապանային կոմպլեքսի աճառային հյուսվածքի վնասվածքներ, պարտադիր դիմեք բժիշկի, մի հավաղեք, հակառակ դեպքում կառաջանան բարդություններ, որոնք հետագայում կարող են ունենալ լուրջ հետևանքներ։ Սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք խորհուրդ ծնողներին էջով։ Մինչ մեր հյուրի հետ զրույցը սկսել է, հիշեցնեմ մեր այս հատվածի գործընկերոջը։ Բելգիական Ontex ընկերությունը իր Canbebe ապրանքատեսակով։ Canbebe տակդիրները չեն պարունակում պարաբեն, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովում են ձեր փոքրիկների հարմարավետությունը։ Այսօր զրուցելու ենք կարևոր թեմայի շուրջ, որը շատ ծնողների համար միգուցե անծանոթ թվա, բայց խիստ կարևոր է հատկապես նորածինների զարգացման շրջանում։ Խոսելու ենք վիտամին K-ի անբավարարության եւ նորածինների զարգացման շրջանում վիտամին K-ի կարևորության մասին։ Այսօրվա իմ հյուրն է Մուրացան բժշկական համալիրի մանկաբույժ նեոնատոլոգ Գոհար Մարգարյանը։ Ողջույն Գոհար։ Ողջույն։ Շնորհակալ եմ այսօր մեզ հյուրընկալելու համար։ Նախ եկեք սկսենք այն մասին, ինչու է այդքան կարևոր վիտամին K-ն եւ ինչ դեր ունի երեխաների, հատկապես նորածինների զարգացման հարցում։ Շատ լավ։ Վիտամին K-ն արյան մակարդման գործոններից մեկն է համարվում, որը այլ գործոնների հետ միասին նպաստում է կանխարգելում է նորածնային շրջանում արյունահոսությունների առաջացումը։ Հղիության ընթացքում եւ ծնվելուց հետո նորածինների օրգանիզմում վիտամին K-ի քանակը բավական քիչ է լինում։ Այդ իսկ պատճառով բոլոր նորածինները ծնվելուց հետո կարիք են ունենում կանխարգելիչ նպատակով ստանալ վիտամին K-ի ներարկում։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2013 թվականից մեզ մոտ բոլոր բալիկները ծնվելուց 4 ժամ անց ստանում են վիտամին K-ի կանխարգելիչ տեղաչափը, որը իրականացվում է միջմկանային տարբերակով, իհարկե կարող ենք իրականացնել նաև ներերակային եւ բերանացի տարբերակով։ Այն նորածինները, որոնք որ ծնվում են ժամկետից ավելի շուտ, անհաս են ծնվում, բնականաբար ըստ բժշկի ցուցման, իրենք դոզան ավելի փոքր են ստանում։ Եվ այն երեխաները, որոնք ծնվելուց հետո կարիք են ունենում որևիցե մի ինտենսիվ թերապիայի իրականացման, այսինքն ունենում են առողջական որոշակի խնդիրներ, նմանատիպ բալիկները կրկնակի 4 շաբաթ անց կարիք են ունենում կրկնակի կանխարգելիչ դոզայի իրականացման, որը արդեն տեղի ունենում բերանացի տարբերակով։ Բայց առաջին ամենահավաստին, որ կատարվում է, դա միջմկանային է։ Այո, միջմկանային մեզ մոտ Հայաստանի Հանրապետությունում միջմկանային եղանակով է իրականացվում, քանի որ դա ավելի անցավ է եւ ավելի անվտանգ է համարվում։ Նույնիսկ ես էլ իմ դեմքի արտահայտությունը այդ ցավոտ ինչ որ միջամտության մասին էր կարծում եմ, որ դա իրենց առաջին վատ փորձառությունն է։ Այո, կարող ենք նաեւ այդպես ասել։ Կան այլ միջոցներ, հետաքրքիր է արդյոք կան ախտանշաններ, որ կարող է ծնողը կասկածել, օրինակ, ինչ պատճառով վիտամին K-ի պակաս կա, արդյոք ծնողը դա կարող է ճանաչել արտաքին դրսևորումներով։ Վիտամին K-ի պակասի ժամանակ առաջանում է այսպես կոչված վիտամին K կախյալ կամ վիտամին K կախյալ արյունահոսություն կամ հեմոռագիկ հիվանդություն, որը որ բավականին լուրջ հիվանդություն է համարվում նորածնային տարիքում, այն կարող է արտահայտվել ներգանգային, ներուղեղային արյունազեղումների առաջացումով
առումով եւ տարբեր օրգան համակարգերի կողմից արյունահոսության առաջացմամբ։ Այդ իսկ պատճառով այս կանխարգելիչ միջոցառումները պարտադիր են բոլոր նորածինների համար, քանի որ առաջին մոտ 6 ամիսների ընթացքում կանխարգելիչ դոզան կարող է կանխարգելել երեխաների մոտ արյունահոսության առաջացումը, իսկ արդեն 6 ամսեկանից հետո նորածնի օրգանիզմը ինքնուրույն է կարողանում արտադրել վիտամին K բավարար քանակով, որը որ իրեն բավարարում է սպոնտան արյունահոսությունների վտանգից խուսափելու համար։ Թերևս հաջորդ հարցերից դա է ուզում հնչեցնել, արդյոք սինթեզվում է երեխայի օրգանիզմում փաստորեն 6 ամսեկանից սկսած այո, իսկ կան արդյոք էլի վիտամին K-ի աղբյուրներ, որ պետք է ծնողները օրինակ ուշադրություն դարձնեն, չգիտեմ, հակվածություն է ունեցել երեխան կամ բժշկի կողմից ցույցում է տրվել, որ ինքը վիտամին K ավելի շատ պետք է ստանա։ Արդյոք կա այդպիսի բան եւ ինչ որ այլ աղբյուրներից կարող է երեխան ստանալ վիտամին K, թե որպես այդպիսին բնական միջոցներ վիտամին K-ի քանակը ավելացնելու համար չկան, սակայն այս տարբերակումն ու հղիներին հղիության ընթացքում կարող ենք խորհուրդ տալ, որ ավելի առողջ սնվեն, սնունդը լինի բալանսավորված, հագեցած լինի բազմազան, հագեցած լինի կաթնամթերքով, հագեցած լինի բանջարեղեններով, հիմնականում կանաչ բանջարեղեններով, որի քանակի մեջ վիտամին K-ն մի փոքր ավելի շատ է։ Սակայն միևնույնն է, ինչքան էլ որ հետևեն առողջ սննդակարգին, միևնույնն է ծնվելուց հետո նորածինները կարիք ունենում են այս կանխարգելիչ դեղաչափի իրականացմանը։ Կարծես թե առողջապահական համակարգը, այսպես ասած, լավ զինված է առումով եւ կարելի ասել շատերը հենց ապահովագրված են, որտեվ դա ի սկզբանե կատարվում է։ Հետաքրքիր է իմանալ կան արդյոք գործոնների, որ ծնողները պիտի իմանան, որ հավանական է երեխան կունենա դեֆիցիտ, կամ ինչ սխալներ կարող են թույլ տալ եւ բաց թողնել երեխայի մոտ վիտամին K-ի անբարություն եւ ինչի կարող է դա հանգեցնել։ Ծնվելուց հետո առաջին օրերի ընթացքում, եթե կան այսպես ասված կարմիր դրոշակներ, հա, եթե ծնողները նկատում են, որ առանց որևիցե պատճառի, մաշկի որևիցե հատվածում նկատում են արյունազեղում կամ կապտուկների առաջացում, այո, կամ արյունահոսություն են, այո, կամ նկատում են արյունահոսություն, որը որ կարող է լինել քթից, բերանի խոռոչից, ավելի հաճախ նորածինների մոտ պորտի օղի շրջանից է լինում արյունահոսությունը, իհարկե սա արդեն վտանգի նշան է եւ կարիք ունեն այսպիսի նորածինները մանկաբույժի խորհրդատվություն իրականացնելու, մանավանդ այն նորածինները, որոնք որ ինչ-ինչ պատճառով ծննդատանը չեն ստացել այս կանխարգելիչ դեղաչափը։ Հաջորդ նշանը, որը որ նույնպես մայրիկներին կհուշի դիմել մանկաբույժի, դա նորածնի մոտ մաշկային ծածկույթների դեղնության երկարատև պահպանվելն է, մաշկային ծածկույթների եւ աչքի սկլերաների դեղնության երկարատև պահպանվելն է մոտ 3-ից 4 շաբաթից ավելին, եթե դինամիկայում այդ դեղնությունը չի նվազում կամ հակառակը ավելի արտահայտիչ է դառնում, սա նույնպես կարմիր դրոշակ է համարվում, որպեսզի ծնողները դիմեն մանկաբույժի։ Եվ իհարկե այն նորածինները, որոնք ծնվելուց հետո ունենում են որոշակի լյարդի հետ կապված խնդիրներ, նույնիսկ եթե իրենք ստացել են այդ կանխարգելիչ դեղաչափը, այս նորածինները մշտապես պետք է գտնվեն իրենց առաջնային օղակի մանկաբույժի հսկողության ներքո։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, կարծում շատ ծնողների համար եւ ինֆորմատիվ էր եւ միգուցե նորություններ, որտեղ կարծես թե այս փաստը կարող է եւ շատերը բաց թողնել, ինչքանով կարեւոր է վիտամին K-ն իրենց երեխայի զարգացման հարցում։ Կուզեմ վերջում նշել, որ հղիության ընթացքում բոլոր մայրիկներին հատուկ հուշաթերթիկների միջոցով բաժանվում են տեղեկատվություն, ինչ է իրենից ներկայացնում վիտամին K-ն, ինչ կարող է լինել, եթե չհամաձայնվեն, որպեսզի այդ կանխարգելիչ դեղաչափը բալիկները ստանան եւ արդեն ծնողները ծնվելուց հետո քիչ թե շատ պետք է տեղեկացված լինեն այս հիվանդության եւ կանխարգելման մասին։ Եվ դիմադրություն չցուցաբերեն քիչ ինֆորմացվածության պատճառով։ Հուսամ, որ այսօրվա մեր զրույցը եւս կնպաստի դրան։ Շնորհակալ եմ շատ։ Հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր Մուրացան բժշկական համալիրի մանկաբույժ նեոնատոլոգ Գոհար Մարգարյան, ում հետ խոսեցինք վիտամին K-ի կարևոր դերի մասին, հատկապես նորածնային շրջանում, որը մասնակցում է թե մակարդման արյան, թե այլ կարևոր գործընթացներում։ Հիշեցնեմ, որ մեր այս հատվածի գործընկերն է բելգիական Ontex ընկերությունը իր քանբեբե ապրանքատեսակով, պարաբեն չպարունակող, այլ գրգռող նյութերից եւ օծանելիքից զուրկ այս տաք
աղդիրները բնական հումքից եւ կոնցեպտով են պատրաստված եւ ապահովում են ձեր փոքրիկների հարմարավետությունը։ Այս պահին առաջարկում եմ տեղափոխվել գեղեցկության գաղտնիքներ էջ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք գտնվում ենք Իմպլանտում էսթետիկ բժշկական կենտրոնում եւ այսօր զրուցելու ենք կենտրոնի հիմնադիր տնօրեն, բժիշկ դերմատոլոգ կոսմետոլոգ Ելենա Ադամյանի հետ։ Եվ թեման այսօր, սիրելի բժշկ Ադամյան, դեմքի օվալն է, ինչը կարծում եմ երիտասարդության գրավականներից մեկն է, շատերին մտահոգող հարց է։ Պատմեք մեզ, որ տարիքային խմբերում է արդեն սկսվում դեմքի օվալը իր ձևը փոխել եւ ինչքանով է դա կարեւոր գեղեցիկ ու երիտասարդ տեսք ունենալու համար։ Այո, շատ արդի թեմա է, այսօր բոլորը տառապում են այդ հարցով, ես շատ հաճախ են մեզ դիմում եւ այդ իսկ պատճառով մեր կենտրոնում ունենք մշակած մի քանի տարբերակներ։ Թիրախային որպես տարիքային, որ ասեմ, դա նույնիսկ փոքր տարիքում երեխաները կարող են ունենալ զուտ թմբլիկ, ավելի քաշային բարձր կատեգորիայում գտնվող երեխաները կարող են օվալի խախտում ունենալ այս պարագայում, բայց բնականաբար այս խնդիրը լուծում ենք 18 տարեկան լրացած մարդկանց շրջանում եւ իսկ տարիքային, երբ որ լինում է, բնականաբար դա արդեն 30+, մի փոքր իհարկե կախված է ինչ տեսակի կյանքով է ապրել մեր բուժառուն, որտեղ դա բնականաբար կապ ունի, հիվանդություններ արդյոք տարել է, թե չի տարել, ունի հսկա կիլոգրամների քաշի նվազում, թե ոչ, այսինքն սրանք ֆակտորներ են, որոնք պարտադիր իհարկե ուշադրություն Ճիշտ է, մենք մատնանշում ենք միայն տարիքը, բայց համաձայն եմ նաև սովորությունները հաստատ կապ կունենան, օրինակ կա 1-2 վատ որ դուք կնշեք, որ հատկապես դեմքի էլաստիկության վրա կարող է ազդել, որ մարդիկ իմանան եւ դադարեն դա անել։ Սովորաբար մեր ապրելակերպը շատ իհարկե շատ մեծ նշանակություն ունի, հենց ինքը սննդի հիգիենայից սկսած, հա, այսինքն մենք ճիշտ չենք սնվում, բնականաբար ունենում ենք այստեղ նյութափոխանակության խանգարում եւ որն էլ բերում է նմանատիպ խնդրի առաջացման եւ իհարկե քաշի կորուստը, երբ որ միանգամից ոչ ճիշտ, ոչ գրագետ կերպով է կատարվում եւ միանգամից 20-30 կիլոգրամ քաշի անկում են ունենում, ինչն էլ բերում է հյուսվածքների կախվածության եւ առաջինը, որ հատվածն է տուժում դեմքում, բնականաբար օվալը։ Պատմեք, ասեցիք, որ դուք ունենք հատուկ մշակված մոտեցում, տեխնիկաներ, որոնք կիրառում եք հատկապես դեմքի օվալը վերականգնելու համար, որոնք են դրանք ինչ համադրություններ եք անում եւ ինչպես եք նախընտրում, որ դեպքում ինչ եք կիրառել։ Մեթոդները երկու տեսակ են՝ վիրահատական եւ ոչ վիրահատական։ Վիրահատականը բնականաբար դա պլաստիկ վիրաբույժներն են իրականացնում, իսկ ոչ վիրահատականը արդեն մեր կոսմետոլոգիական կլինիկաներում կարող ենք իրականացնել։ Մենք ունենք եւ ապարատային եւ ներարկումային տարբերակները։ Ապարատները այստեղ առաջարկում ենք Viora Viform տարբերակը, որը միանգամից եւ կարող է բերել ճարպայրման եւ մաշկի կրճատման, եւ մյուս ապարատը դա էնդոսֆերան է, որը շատ հրաշալի կերպով եւս բերում է մաշկի ձգվածության։ Լինում են դեպքեր, երբ մենք եւ ներարկումը եւ ապարատը համակցում ենք իրար։ Ներարկումները հիմնականում ճարպալուից կոկտեյլներով է իրականացվում, կամ եթե ունենք այտուցներ, հակայտուցային կոկտեյլներ ենք ներարկում։ Այստեղ բնականաբար առաջնայինը միշտ ախտորոշում ենք կատարում, ուլտրաձայնային հսկողություն է լինում, հասկանում ենք դա օվալը ինչ պատճառով է, հա, կորել, այսինքն ունենք այտուց, ունենք ճարպային կուտակումներ, թե պարզապես հյուսվածքի կախվածություն ունենք, սա երբ որ արդեն մենք տեսնում ենք սարքով, դրանից հետո գալիս է ճիշտ առաջարկումը, հա, մեխանիզմների, ինչից կարելի է սկսել։ Մենք ունենք կլինիկայում փաթեթներ, երբ ներառված են եւ ներարկումները եւ ապարատները։ Մեր հեռուստադիտողներին շատ հետաքրքիր կլինի, արդյոք դրանք միանվագ են կիրառվում, արդյոք միանգամից կարելի է տեսնել լավ արդյոք, թե ամեն դեպքում կրկնել պետք է լինում եւ օրինակ միջինում քանի այց է պետք լիարժեք լավ գեղեցիկ տեսքի համար։ Գիտեք, այո, մենք առավելություն ունենք, հենց որ սոնոգրաֆիայի սարք ունենք, որովհետեւ ես ինքս իմ առաջին մասնագիտությամբ հենց այդ մասնագետն եմ նաեւ, այսինքն պետք չի հավելյալ ուղղորդել այլ կլինիկա, այլ տեղում կարող ենք տեսնել եւ անմիջապես անցնել գործի, հա։ Բնականաբար անմիջապես փաթեթ է, հա, մի քանի պրոցեդուրաներից համակցված։ Առաջին այցից հետո մենք փոփոխություն նկատում ենք, բայց իհարկե տեսանելի արդյունքը դա կուրսը անցնելուց հետո է լինում։ Եվ երբ որ ապարատային պրոցեդուրաները անցնում են եւ դա դեռևս չի գոհացնում մեզ, հա, արդեն այստեղ գալիս է
երկրորդ առաջարկը, այսինքն եթե պետք է մի փոքր ավելի ընդգծել, այստեղ արդեն օգնում է մեզ բոտուլինոթերապիան եւ ֆիլերային կիրառումը։ Մենք գիտենք, որ շատերը հետևում են հենց ժամանակակից թրենդերին, հատկապես էսթետիկայի ոլորտում, հետաքրքիր է, որոնք են այդ թրենդերը այս դեպքում դեմքի օվալի վերականգնման համար։ Թրենդը միշտ կա եւ ցայտուն օրինակ է Անջելինա Ջոլին, բոլորը ձգտում են հենց իր պրոֆիլը ունենալ, սակայն մենք ինչու համար ենք այսպիսի տարբերակ առաջարկում, որովհետեւ փորձում ենք ընդգծել բնական ոսկորը նոր կատարել ֆիլերային աշխատանք։ Այս պարագայում պացիենտ այնքանով է շահում, որ ունենում է քիչ ֆիլերներ օրգանիզմում, իսկ դա բնականաբար առավելություն է, այսինքն քիչ ֆիլերների օգնությամբ հնարավոր է ունենալ լավ ընդգծված պրոֆիլ, հա։ Փաստորեն դա ենթադրում է լավ արտահայտված ծնոտ, ես ինչպես հասկանում եմ, ստորին ծնոտ եւ այտոսկրեր, օրինակ ակցենտը այդ հատվածների վրա է դրվում։ Հիմնականում հենց ստորին ծնոտն է, իսկ ձգվածություն, երբ որ խոսում ենք ձգվածության մասին, բնականաբար այստեղ հաշվի առնում նաեւ մի փոքր վերին հատվածը, իսկ շատ անգամ կորում է ծնոտը հենց կրկնակզակի մեջ, հա, իսկ հենց կրկնակզակը լինում են դեպքեր, հենց փորձում ենք դա վերականգնել, հետո նոր մտածել ոսկրային ընդգծման մասին։ Այո, շատ լավ։ Եվ արդյոք կան ապարատային ձգման այս միջոցների համար հակացությունները, որոնք մեր հեռուստադիտողները պետք է իմանան։ Բնականաբար ցանկացած պրոցեդուրաներ ունենում են իրենց ցուցումներ եւ հակացությունները, հակացությունը հիմնականում հղիություն, հա, կերակրող մայրեր եւ իհարկե չարորակ պրոցեսները։ Մնացած պարագայում մի փոքր անհատական է, այստեղ մոտենում են մեզ մոտ կոնսուլտացիան անվճար է, մենք իրականացնում ենք կոնսուլտացիան եւ արդեն անհատական մոտեցում եւ մեխանիզմ տրամադրում, այո։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի եւ ինֆորմացիայի համար, կարծում եմ, որ շատերին այսօրվա թեման հատկապես կհետաքրքրի, հիշեցնեմ, որ մենք խոսում ենք ինչպես վերականգնել դեմքի օվալը եւ ինչպիսի մեթոդներ եւ նորագույն տեխնիկաներ է առաջարկում իմպլանտում էսթետիկ բժշկական կենտրոնը, այս թեմայի շուրջ իր մեկնաբանությունները տվեց կենտրոնի հիմնադիր տնօրեն, բժիշկ կոսմետոլոգ Ելենա Ադամյանը։ Մենք դեռ կհանդիպենք։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստել էինք այսքանը, մինչ թեմաների ամփոփումը հիշեցնում եմ, որ մեզ կարող եք դիտել նաև YouTube-յան ալիքով, ինչպես նաև շարունակեք ուղարկել մեզ հաղորդագրություններ այն բոլոր ձեզ հուզող թեմաների շուրջ, որոնց կուզենայիք մենք անդրադառնանք։ Հիշեցնեմ, որ գլխավոր թեմայի շրջանակներում խոսեցինք կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման մասին, վաղ ախտանշանների եւ իհարկե ոսկե ստանդարտ հանդիսացող բիոպսիայի մասին, որը շատերին վախեցնում եւ կարելի ասել միֆերի պատճառ է դառնում։ Այնուհետև խորհուրդ մասնագետից էջում պարզեցինք ինչ է իրենից ներկայացնում արտրոսկոպիան, որոնք են դրա կիրառությունները եւ ցուցումները եւ ինչպիսի դեր ունի այն ժամանակակից օրթոպեդիկ վիրաբուժության աշխարհում։ Հաջորդիվ քննարկեցինք ինչքանով կարևոր է վիտամին K-ի անբավարարությունը կամ բավարար քանակը երեխաների համար, ինչպիսի ախտանշաններ կարող է առաջանալ, եթե երեխան ունի վիտամին K-ի անբավարարություն։ Հաջորդիվ տեղափոխվեցին գեղեցկության գաղտնիքների ետևից մեր գործընկեր իմպլանտում էսթետիկ բժշկական կենտրոն, որտեղ խոսեցինք ինչպես կարելի է շտկել դեմքի օվալը եւ արդյոք հնարավոր է դեմքի ձգումն ապահովել միայն ապարատային միջոցներով։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, եղեք առողջ եւ մնացեք մեզ հետ։